Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ես հասկանում եմ, որ դուք Նյուզեյմից եք, ձեր սեփականատերը տենց բան ունի, բայց մեր իշխանության ժամանակը Ռոբերտ Քոչարյանը չի ձեր սեփականատերը։ Մեր իշխանությունը չի խառնվում օրենսդրական գործունեության մեջ։ Չեք նկատել այս 7 տարվա մեջ։ Ինչի չկպնեմ։ Ինչի։ Ինչ ապացուցեմ, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում քաղբանտարկյալներ են եղել, բացեք, ինքը չի ձեր սեփականատերը։ Ինքը չի հարցնում եմ, ասեք, ես հերքեք, եթե ասեք, որ պարզվի, որ խիդա Ռոբերտ Քոչարյանը, որ սեփականություն է ունենում, դա զրպարտությունը, հանգստացեք լավ, հասկացավ, բան ասեցի սեփական, մի հարցակվեք վրա, ստորագրահավաք կհավաքեմ ձեր դեմ, գոռում եք իմ վրա, մի ինձ բուլինգի ենթարկեք։ Դուք Գրիփսիմե Ջեբեջյանը չեք մի։ Եվ Խիմենակ Գրիփսիմե Ջեբեջյանին է պետք է կարելի ենթարկել բուլինգի։ Մի արեք, մի գոռա։ Ես քաղաքական գործ ներողություն, հանգիստ, այսինքն ասել, որ սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը մի րոպե, ինչու՞ դες վրթովեցիք։ Ասեք որ դες չի։ Հանգստացեք, հանգիստ։ Ով ասեց։ Տենց ասեցի, հա, չէ, տենց չասեցի, դուք սխալ լսեցիք։ Ասեց դուք Գրիփսիմե Ջեբեջյանը չեք, որ ձեզ բուլինգի ենթարկեք։ Ասեցի միայն Գրիփսիմե Ջեբեջյանին է հնարավոր ենթարկել բուլինգի։ Հանգստացեք, տենց չեմ ասել։ Դա նկատի չէ։ Ասեց դուք Գրիփսիմե եք, ասի մենակ Գրիփսիմեին վերաբերյալ չի դա, հա, ես դա եմ ասել, մի անհանգստացեք։ Այլ հարց ունեք։ Մի րոպե սպասեք։ Արդեն 1.5 տարի է Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, բայց ու այդ քննարկումների ժամանակ անդրադառնում էր, որ պետք է միջազգային քրեական դատարան հայց ներկայացնել, պատժել հանցագործներին։ Ինչն է պատճառը, որ մինչև այսօր 1.5 տարի է որևէ գործ չունենք միջազգային։ Ես ներողություն եմ խնդրում, հասցեատերը ես չեմ, ես միջազգային դատարաններ հայցեր ներկայացնելով չեմ զբաղվում, ամեն դեպքում նաև որպես իշխանության ներկայացուցիչ այդ հայցերը իմ քննարկման առարկա երբևիցե չեն հանդիսացել եւ չեն հանդիսանում, որտեւ ես նեղ մասնագիտական իմ ազգային ժողովի օրենսդրական գործունեության մեջ եմ պարբանել։ Այդ օրենքը եթե մենք այդ բանը եթե չվավերացնեինք, մենք լրիվ ուրիշ իրականության մեջ էինք ապրելու։ Օրինակ կարող էր Հայաստանի Հանրապետության տարածք շատ տեղերում ներխուժած հակառակորդ ունենային, կարող էր Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանության աստիճանը այսքան չլիներ։ Դուք քննադատում եք պատասխանատուներին, որոնք Ես բոլորի հարցերին պատասխանել եմ։ Չէ, ես ոչ մեկին չեմ քննադատում, եթե ես քննադատելու լինեմ, ես տեսախցիկների առաջ բոլորին կքննադատեմ։ Այլ հարցեր ունեք։ Հնարավոր է, շնորհակալ, մի գնացեք։ Վերադառնալով Գյումրու ընտրություններին Վարդան Ղուկասյանը երեք հարցազրույց է տվել եւ կներեք իր բառն եմ ասում, ԿՊԱ-ականներին անվանել անդաստի արագ եւ նաեւ նշել, որ իր Վարդանիկով են նաեւ այդ համար եւ նաեւ Ռուբեն Մխիթարյանը անվանել է թուրք կոլոնիարանց, ովքեր Ես անկեղծ ասած հիմա ամեն մեկի ասածը այդ իրանց ասացվածները պետքա մեկնաբան, չգիտեմ դա ճիշտ է թե ճիշտ չի, որովհետեւ նախ ինքն է իրան Վարդանիկ անվանում։ Չգիտեմ տեսել եք թե չեք տեսել, որ Վարդանիկ Պրիդյոտ ինչ-որ ռուսերեն բաներ է խոսում։ Երկրորդը, եթե նման բան ասում, ինչ ասեմ, ինքը մտածում է, որ ինքը վախի եւ ինչ-որ տենց գողական բաներով պետքա գյումրեցու սիրտը գրավի։ Ես ասում եմ, ես հավատում եմ գյումրեցուն։ Ես վստահ եմ, որ գյումրեցին ճիշտ որոշում է կայացնել։ Չգիտեմ, ես որ նայում եմ, ճիշտ ԿՊ-ին է ընտրելու։ Ես չգիտեմ, բայց համենայն դեպս հին բաների վերադարձ չի լինելու։ Այն ժամանակներին, երբ որ օրինակ Քոչարյանի իշխանության ժամանակ, Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, երբ որ քաղբանտարկյալներ կային, երբ որ չկային ազատ մամուլ, չկար ազատ մամուլ, ով է ասում, բայց ասելով չի միջազգային կառույցների զեկույցներ գոյություն ունեն։ Ով, ինքը իր փոքրիկ շրջապատը։ Ուրա մի հատ օրինակ կբերեք այդ դրա օրինակ միջազգային կառույցի անունն ասեք, զեկույց ասեք, լսում եմ։ Ինչ։ Չէ, հաստատուղթ ասեք, դուք բան ասեցիք, պնդում արեցիք, հիմա ապացուցեք դա։ Ո՞վ է համարում, բացի Արմեն Աշոտյանի քաղաքական, այսպես ասած, շրջապատից եւ Արմեն Աշոտյանին սատարողներից, մի հատ ինձ կասեք, որ միջազգային կառույցն է։ Հարգելիս, օրախալ իմ ու ձեր
գնահատականի հարցը չի, ոչ ես կարամ ասեմ չկա, ոչ դուք կարող եք ասել կա, դրա համար կան միջազգային կառույցներ, որոնք մասնագիտական գնահատական են տալիս եւ դա համաշխարհային ընդունված փաստ է։ Հիմա ում ինչ բռնեն, բոլորը կարող ասեն սա քաղաքական հետապնդում է, ով որ գիտի հեսա իրան բռնելու են, մտնում է քաղաքականության մեջ մտածելով, որ ստեղ ինքը կարող է դրանով պատասխանվել, հետո ասում է դա քաղաքական հետապնդում է, բայց կա միջազգային կառույց։ Հիմա ձեզ դուք հայտարարություն արեցիք, խնդրում եմ ինձ կամ մարդկանց հրապարակեք այն միջազգային կառույցի զեկույցը, որտեղ որ ասվում է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Անուն տվեք, կոնկրետ օրինակ բերեք, բռնաճնշում, ասում եմ անուն տվեք, կոռուպցիա, որ ինչի մասին է խոսքը, անուն տվեք, անուն, ասեք Պետրոս Պետրոսյանը հայտարարվել է այս ինչ կազմակերպության կողմից որ բան, ես դա մեկնաբան եմ, բայց դուք ձեզ շրջապատում, ձեզ թվում է դուք որ դուք տենց համարում եք, որ այդ տենց է, ուրեմն ամբողջ հանրությունը ու իրականությունը տենց չի, ոչ ձեր պարագայում է տենց, ոչ մեր պարագայում է տենց։ Հենց այս իշխանությանը պետք է միջազգային կառույցների ասած չասածներին ուշադրություն եք դարձնում, հենց պետք չէ ասում եք օրինակ, երբ որ Freedom House-ը արձանագրեց, որ Հայաստանի ժողովրդավարության հետ ընդած կա, ՔՊ խմբակցությունից հայտարարեցին Freedom House-ները չէ, որ պետք է որոշեն Հայաստանի։ Ես կարծում եմ, որ այդ քաղաքական հայտարարության հետևից դուք պետք է գնաք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ եւ պետք է գնաք կոնկրետ կառույցների դիրքորոշման հետևից, որովհետև այն բոլոր միջազգային զեկույցները, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք Եվրոմիության հետ խոսել, առևտուր անել եւ այդ ամեն ինչը առաջ տանել, Հայաստանի այսօրվա իշխանության կարևոր նպատակներից մեկն է եւ մեր հաղթանակներից մեկն է։ Եվ մամուլի ազատությունը դրա վառ օրինակ։ Պարոն Սիմոնյան, ես ուզում եմ մի հարցումի հետ կապված մեկնարկին հարցական հարաբերությունների։ Եթե օրինակ այնպես ստացվի, որ Գյումրիում մեծամասնության ձայները որևէ ուժ չստանա, օրինակ Վարդան Ղուկասյանի հետ հնարավոր համագործակցություն կարող է լինել իշխանություն կազմելու համար։ Մենք տենց բան չենք քննարկել եւ ես չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի հետ հնարավոր է իմ անձնական կարծիքը, որ չէ, հիմա պայմանական, հա, չնայած ես դրան չեմ հավատում, բայց եթե կրվենք, ի՞նչն է խնդիրը։ Չէ, խնդիրը այդ չէ, խնդիրը նկատեմ համագործակցությունը, կոալիցիա կազմել, որ իշխանություն ձևավորվի Գյումրիում։ Դե ես 5 րոպե առաջ ասեցի, որ իմ կարծիքով իր տեղը հենց իր բերած օրինակ բանտում է։ Հիմա որ քննարկում լինի, ես այդ նույն բանը կրկնելու եմ եւ կարծում եմ իմ գործընկերները կլսեն իմ ասածը եւ իրանք էլ կկիսեն իմ կարծիքը։ Չեմ քնած բան չեն քննարկել։ Եվ պարոն Սիմոնյան, կրկին հայ-ռուսական հարաբերություններին, բայց ապաշրջափակման թեմայով Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնություն ամեն դեպքում առաջարկները, որ ուղարկվել է, պատասխան չկա, համաձայնություն չունեն։ Պրոցեսը շարունակվում է, բոլոր տրեկերով քննարկումը շարունակվում է։ Հնարավոր է քննարկման արդյունավետության կամ այլ հանգամանքներից ելնելով վերադառնալ օրինակ այն եռակողմ ձևաչափին, որ գործում էր ապաշրջափակման հարցով ռուսական միջնորդությամբ։ Դες բան չի քննարկվում։ Այս բանը մենք չենք քննարկում, չենք խոսացել։ Չգիտեմ, որտեղից եք այդ։ Ես անընդհատ այդ ռուսական ստվերը տեսնելու թե դրական, թե բացասական առումով դադարեցրեք։ Փակեք այդ թեման։ Ասարիբ Սիմոյան։ Սիմոնյան, ձեզ ասում եմ, որ դուք բոլոր ոլորտներում ձեր իշխանությունը ձախողել է, մի ոլորտ չկա, որտեղ դուք աներկվա հաջողություններ արձանագրացել եք, հիմա կարող եք վերհիշել, թե որ ոլորտներում ունեցել եք հաջողություն այս 7 տարիների ընթացքում։ Բազմաթիվ ազատությունների, իրավունքների տարբեր անվտանգային իդեպ, այո, լուրջ եմ ասում, ինչի։ Դուք չէիք, որ պատերազմից անմիջապես հետո ասում էիք, որ նոր պատերազմա լինելու, որ հեսա հարձակվելու են Հայաստանը վերացնեն, որ նույն բանակցողը չի կարող բանակցել։ Դուք չէիք ասում, որ նույն բանակցողը իր հարցի, մի րոպե, ապոկալիպտիկ են հայտարարությունները, որ արվում էր պատերազմից հետո, անմիջապես պատերազմից հետո, մենք այսօր ունենք համաձայնեցված պայմանագիր, դիվանագիտության ոլորտում, միջազգային գործընկերների ոլորտում, մենք Հայաստանի Հանրապետությունը իր տնտեսության տարբեր ոլորտներ դիվերսիֆիկացրել է, փոխել է շատ բաներ, մենք այն մակարդակը, որ կա միջազգային մեր հարաբերություններում երբևիցե չենք ունեցել, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, որ մեկ ասեմ, ասեք։
դիվանագիտության հաջողությունն է, որ մեր երկրին, օրինակ, այն երկրները, որոնք որ գիտեն, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, այնուամենայնիվ զենք են վաճառում, դա հաջողություն չի։ Այն որ միջազգային դիտորդները քաղաքացիական Հայաստանի Հանրապետության սահմանին են կանգնած եւ դա բարձրացնում է Հայաստանի Հանրապետության անվտանգային մակարդակը։ Այն որ Հայաստանի Հանրապետության ձայնը լսելի է աշխարհով մեկ եւ մեր գործընկերները թե հայտարարությունների, թե աջակցության առումով, թե այն ծրագրերի, որոնք որ իրականացնում են, անում են, բայց ինչ էիք պատկերացնում, այսինքն ինչ պետքա լիներ, որ դեռ չի եղել միջազգային առումով, որ ձեզ հիմա այլ կարծիքի է բերում։ Պայմանագրով եղավ ագրեսոր կողմի ադրբեջաններ, բոլորը հավասարության նշան դրեցին դիվանագիտությունը։ Ով հավասարության նշան դրեց։ Ով է հավասարության նշան դրել։ Բոլոր որևիցե Հայաստանի Հանրապետության վրա հարձակման դեպքերը միակողմանի ձևով ուղիղ հայտարարություններով, հասցեական հայտարարություններով քննադատվել են միջազգային գործընկերների կողմից։ Դրա հետևանքն է, որ իրենք բան են ուղարկել, քաղաքացիական այդ առաքելությունն են ուղարկել։ Ու դուք մի բան ասեմ, շատ հնարավոր էր 2020 թվականի պատերազմից հետո եւ տենց պլան էլ կար եւ ես չեմ բացառում որ այդ պլանը միգուցե ինչ-որ մարդկանց մտքում կա որ իմանալ ունենալ հայելային նույն իրավիճակը որը եղել է 90-ականներից հետո այսինքն ադրբեջանական զորքը պայմանական ինչ-որ տոկոս Հայաստանի Հանրապետության տարածքից զավթի նստի եւ հռչակի օրինակ այն ինչ-որ հիմա իրանք ասում են այդ պլանն է եղել Հայաստանի Հանրապետության այլ միջազգային, այսպես ասած, միություններին միացնելու պլանն է եղել, Հայաստանի Հանրապետությունը մարիոնետային իշխանություն բերելու պլանն է եղել, դուք Հայաստանում եք ապրում, դուք այդ ամեն ինչը չգիտեք, մենք պատերազմից հետո մաքսիմալ ամեն ինչ արել ենք ու ես համարում եմ, որ հենց միջազգայինն եք ասում, ամենահաջողված ոլորտը մեր մոտ միջազգայինն է, աննախադեպ բան է, որ ՀԱՊԿ երկիր անդամին որևիցե այլ երկիր, որը որ ՀԱՊԿ-ից դուրս է, ասենք մի հատիկ փամփուշտ վաճառի կամ մի հատիկ փամփուշտ փոխանցի։ Դուք հասկանում եք դա քաղաքական ինչ մեսեջ է եւ կարեւոր չի թե ինչ են տալիս է, կարեւորը այն է թե ինչ են այդ հենց այդ գործողությունը, դա նշանակում է վստահության այն աստիճանը, որ քո օրինակ տեխնոլոգիաները չի փոխանցվելու երրորդ ինչ-որ երկրի, որի այդ նշանակում է, որ մենք այդտեղ ներկայացված ենք եւ ես զարմանում եմ, որ այդ հարցն եք տալի։ Շատ ավելի վատ ոլորտներ կա, հարցնեք, չկարողանայի պատասխանել։ Տեղահանվեց միջազգային հանրությունը Համաձայն եմ։ Ինչ է։ Արցախի ժողովուրդը տեղահանվեց, էթնիկ զտումներ եղան, ցեղասպանություն։ Այո։ Ինչ արեց այդ ձեր դիվանագիտությունը կամ միջազգային հանրությունը։ Այդքան գերիներ ունենք, ինչ է անում։ Նախ հետևից գամ, հա, գերիների մասով։ Այդ գերիների ամենամեծ մասը, եթե չեմ սխալվում, վերադարձավ Բլինկենի եւ Վրաստանի միջնորդությամբ, հիշում եք այդ իրադարձությունը։ Չէ, երևի բանի հետ եք խառնում, կոպի հետ եք խառնում։ Կոպի, բայց ասենք այդ գերիների 150 քանիսից դարձավ 11, հետո այն մնացած 12-ը միացան, հիմա 23 ունեն։ Այն բանը, որ Հայաստանի Հանրապետությունը ունի այդ դիտորդներին, շատ բաներ կա, արի դադարեցնենք այս խոսակցությունը, որտեղ հանուն բաներն եմ ասելու, բայց դու հակափաստար չես կարողանում բերես, ինչ է պետք է լիներ եւ չեղավ։ Նույն միջազգային հանրությունը երբ է ստիպելու, որ ադրբեջանցիները դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից։ Ախր դուք տենց ասում եմ, ապրում ենք մենք բոլորս, մի հատ ինչ-որ մոլորակում, որտեղ բնակվում են հայերը ու միայն հայերը։ Այդտենց բան չի լինում, դու պետք է անես, այն ինչ որ մենք անում ենք, սահմանազատման, սահմանագծման process-ը։ Դրա ուղղությամբ ամենակարճ ճանապարհն է, խաղաղության պայմանագրի ճանապարհը, դա ամենակարճ ճանապարհն է։ Այսինքն ինչ պետք է անեին, ուզում եմ հասկանամ, ինչ օրինակ կա դրա, որ մտածում եք, որ այստեղ կիրառելի է եւ չի կիրառվել, եւ ինչ ակնկալիք կա, որ դուք ուզում եք, որ լինի, օրինակ, չգիտեմ, X երկրի կողմից եւ չի լինում։ Այդ որ ասում եք, հələ մի ձեր ակնկալիքն էլ ասեք, էլի։ Սահմանազատման գործընթացը կանգ չի արել լինելով զենքեր են գնել եւ հիմա Ադրբեջանը հենց դա է ասում, նաեւ խաղաղության պայմանագրի չստորագրելու։ Ինչ ասեցի մի հակառակ բան բերեցիք, ասում։ Իրենք իսկապես ասում են, որ զինվում են, ուրեմն իրենք պատրաստ չեն խաղաղության։ Այդ իրենց հայտարարության ինչպես է
պատասխան եւ ձեր կարծիքով ինչու Ադրբեջանը չի ուզում ստորագրել այդ փաստաթուղթը։ Մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք եւ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս որևիցե խնդիր չունի իրականացնելու։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն մասը, որը որ ադրբեջանական զորքերը ներխուժել են, մենք զինվորական ռազմական գործողություններով լուծելու նպատակ եւ գաղափար այս պահի դրությամբ չունենք։ Իսկ եթե դիվանագիտական մի հատ երկրորդ հարցին էլ պատասխանեմ, էլի։ Չէ, դա հանցագործություն չի։ Դա հանցագործություն չի։ Չէ, հա, բայց քայլերը չի նշանակում, չէ, քայլերը, Անի ջան, քայլերը չի նշանակում, որ պարտադիր դու պետքա կրակես։ Եթե դու կարող ես բանակցություններով այդ հարցը լուծես, օրինակ հիմա Ռուսաստանն ու Ուկրաինան խաղաղության ինչ որ եզրեր են գտնում, որտեղ միգուցե ինչ որ ժամանակահատվածով այդ հակամարտությունը կսարածվի միջև իրենք բանակցեն։ Այդ քո ասած պարտավորությունը պարտադիր չի, որ դու գնաս եւ հարցակվես եւ այդ հարցը տենց լուծես։ Դա ձևերից մեկն է, որովհետեւ կարա դրա հակառակը լինի, հա, ինչ որ մի երկիր սադրելու նպատակով ավելի մեծ լայնամասշտաբ պատերազմ նման քայլ անի եւ դու գնաս եւ ընկնես այդ ծուղակը։ Հիմա կրկնում եմ ճանապարհներից մեկը դիվանագիտությամբ։ Մենք տեսնում ենք այդ հարցը դիվանագիտությամբ լուծելու տարբերակը։ Միևնույն ժամանակ այն հարցը, որը որ տվեց ձեր գործընկերը նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրացնում է իր պաշտպանողականությունը։ Բայց Կարինեի հարցին պատասխան տեսը կվերադառնամ, էլի, Անի ջան, մի րոպե սպասի։ Մի հատ վերջացնեմ Կարինեի հարցին։ Ինչու չի ստորագրում։ Ինչ նորից խնդրում էր նախապայմանները։ Կարինե ջան, քննարկում ենք։ Մենք ասել ենք, թե ոնց ենք, եկաք։ Հա, եկա։ Մի րոպե Պարյանին պատասխանեմ։ Բոլոր այն բաները տեսեք, քննարկենք, մի հատ հասկանանք, ինչ փոխելու մասին է խոսքը։ Իրանք իրենց սահմանությունը փոխում են, թե չեն փոխում։ Ես դրա այդ հարցին պատասխանեմ։ Եթե կարիք կլինի, կարող ենք մի հատ հələ հասկանալ կա նման բան անելու անհրաժեշտություն, թե չկա։ Քննարկում ենք։ Այո, Այո, կան։